Ինչ անել, երբ անողող թշնամին որոշել է հողին հավասարեցնել քո կյանքի սրբազան գործը։ Պատկերացրեք, մի առավոտ տեսնում եք ձեր հոր վերջին գլուխգործոցը, տասնամյակների պատմություն ունեցող խաչքարը, բուլդոզերի հարվածից փշրված գետնին։ Յուրաքանչյուր մարմարե բեքոր կարծես ձեր սեփական հոգուց պոկված մի կտոր լինի։ Սա պարզապես բիզնեսի կորուստ չէ, սա պատերազմ է քո հավատքի, քո արմատների և քո ինքնության դեմ։ Աշխարհը քեզ շշնջում է. պատասխանիր հարվածին հարվածով, չարին չարով։ Եվ մի պահ թվում է, թե այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի։ Բայց իսկ եթե գոյություն ունի մեկ այլ զենք, մի զենք, որն արտաքինապես թուլություն է թվում, բայց իր մեջ աներևակայելի զորություն է թաքցնում։ Այս պատմության մեջ մենք կբացահայտենք, թե ինչպես է սովորական մարդը կանգնում ընտրության առաջ, վրեժի ճանապարհ, որը կկլանի իրեն, թե Քրիստոսի տված մի ռազմավարություն, որը թվում է բացարձակ անհնարին։ Եվ ամենակարևորը, մենք ցույց կտանք, թե իրականում ինչ է տեղի ունենում, երբ մարդը որոշում է կիրառել այդ աստվածային զենքը անողող չարի դեմ։ Արդյունքը ձեզ կցնցի։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք, թե մենք քանիսով ենք։ Արևի առաջին շողերը նոր էին սկսել ոսկեզօծել Արարատի ձյունապատ գագաթը, երբ բուլդոզերի սառը մետաղական դղրդյունը պատռեց Երևանի հին թաղամասերից մեկի առավոտյան լռությունը։ Ձայնը ներխուժեց Գևորգի արհեստանոց, թափանցելով քարի փոշու բույրի և նոր տաշված տուֆի բուրմունքի մեջ։ Գևորգը 45 տարեկան մի տղամարդ, որի ձեռքերը պատմում էին տասնամյակների քարի հետ աշխատանքի պատմությունը, կանգնեցրեց իր գործիքը։ Նրա հայացքը սևեռվեց կիսատ մնացած խաչքարի վրա, մի նուրբ, բարդ զարդանախշ, որը պետք է դառնար մի ընտանիքի հավատքի խորհրդանիշ։ Բայց այդ դղրդյունը ոչնչացնում էր ամեն ինչ, և ստեղծագործական լռությունը, և նրա ապագան։ Դուռը բացվեց այնպիսի ուժգնությամբ, որ պատին զարկվելով սասանեց փոքրիկ սրբապատկերը։ Ներս խուժեցին երկու հաղթանդամ տղամարդիկ, հագուստի կակից երևացող մկաններով և դեմքի սառը անտարբեր արտահայտությամբ։ Նրանց հետևից ներս մտավ Տիգրանը, փայլուն կոշիկներով և թանկարժեք կոստյումով մի մարդ։ Նա նայեց պատին կախված իր հոր լուսանկարին, մի իմաստուն, բարի մարդու, որը սովորեցրել էր նրան, որ յուրաքանչյուր քար ունի հոգի, և խաչքարագործի խնդիրն է ազատել այդ հոգին։ Իսկ այժմ այս մարդը եկել էր իր բուլդոզերներով հողին հավասարեցնելու այդ ամենը։ Դուրս, շշնջաց Գևորգը, ձայնի մեջ զսպած ամպրոպի ուժով։ Տիգրանի թիկնապահներից մեկը մի քայլ առաջ արեց, բայց Տիգրանը ձեռքով կանգնեցրեց նրան։ Լավ, հասկացա, դու ուժեղ տղա ես խաղում, բայց տեսնենք, թե որքան կդիմանաս։ Նրանք դուրս եկան, դուռը բաց թողնելով։ Դրսից լսվում էր շինարարության աղմուկը, որն այժմ հնչում էր որպես պատերազմի հայտարարություն։ Այդ երեկո, երբ Գևորգը նստած էր տանը, կնոջ Սոնայի և երկու երեխաների հետ, նրա դեմքը քարացած էր։ Սոնան, 38 տարեկան մի կին, որի աչքերում միշտ հանգիստ լույս էր վառվում, զգում էր ամուսնու ներքին փոթորիկը։ Նրանց տունը լի էր հայկական քրիստոնեական ավանդույթներով։ Պատերին սրբապատկերներ էին, իսկ գրապահարանում, Աստվածաշնչի կողքին, դրված էին Գրիգոր Նարեկացու և Ներսես շնորհալու գործերը։ Սովորաբար, ընթրիքից հետո նրանք հավաքվում էին և միասին մի հատված էին կարդում ավետարանից։ Բայց այսօր Գևորգը լուռ էր, հայացքը հառած դատարկությանը։ «Մի բան է պատահել, Գևորգ», զգուշորեն հարցրեց Սոնան, երբ երեխաներն արդեն քնած էին։ Գևորգը պատմեց Տիգրանի այցի մասին։ Նա ուզում է ոչնչացնել ամեն ինչ, Սոնա, ամեն ինչ, ինչ սուրբ է ինձ համար։ Եվ նա դա կանի, նա օրենքը կգնի, դատավորներին կգնի։ Ինչ անեմ, պայքարեմ, բայց ինչպես, նրա նման դառնամ, գտնեմ մարդկանց, որոնք կվախեցնեն նրան, չարությանը չարությամբ պատասխանեմ։ Նրա ձայնի մեջ հուսահատություն կար։ Սոնան մոտեցավ և վերցրեց նրա ձեռքը։ Մենք քրիստոնյաներ ենք, Գևորգ, մեր զենքը դա չէ։ Մեր Տերը, Հիսուս Քրիստոս, մեզ այլ ճանապարհ է ցույց տվել։ Ո՞ւր ճանապարհ է, Սոնա, այն, որտեղ պետք է թույլ տաս, որ քեզ տրորեն, որ քո տունը քանդեն, դա է քրիստոնեությունը։ Հաջորդ առավոտ Գևորգը որոշեց այցելել իր հին ընկերոջը, Մկրտչին, որը փոքրիկ նպարեղենի խանութ ուներ նույն թաղամասում։ Նա հույս ուներ, որ Մկրտիչը, որպես գործարար մարդ, գործնական խորհուրդ կտա։ Երբ նա մտավ խանութ, այնտեղ էին նաև երկու այլ հարևաններ՝ Անահիտը, մի տարեց կին, որն ամբողջ կյանքն ապրել էր այդ թաղամասում, և երիտասարդ Դավիթը, որը վերջերս էր ընտանիքով տեղափոխվել։ Օդում լարվածություն կար։ Տեսել եք, թե Տիգրանի բանվորներին ինչ են անում, վրդովված ասում էր Անահիտ տատը։ Ամբողջ գիշեր աղմկում են, մեր այգիների ծառերն են կտրում առանց թույլտվության, սա անօրինականություն է։
Դավիթը հոգոց հանեց. Ես փորձեցի խոսել նրանց աշխարհակի հետ, նա ինձ այնպես նայեց, կարծես ես միջատ լինեի, ասաց, եթե դուր չի գալիս, կարող ես վաճառել տունդ ու գնալ։ Գևորգը միացավ խոսակցությանը, պատմելով իրեն պատահածը։ Մկրտիչը, որը մինչ այդ լուր լսում էր ապրանքները դասավորելով, շրջվեց. Գևորգ ջան, այս մարդու դեմ մենակով չես կարող պայքարել, նրա թիկունքում մեծ մարդիկ են կանգնած, միակ ճանապարհը միավորվելն է, պետք է բողոք գրենք, ստորագրահավաք կազմակերպենք, դիմենք լրատվամիջոցներին։ Իսկ դա կօգնի, կասկածամտորեն հարցրեց Դավիթը։ Նրանք կգան, մի ռեպորտաժ կնկարեն, 2 օր կխոսեն, հետո ամեն ինչ կմոռացվի։ Իսկ Տիգրանը մեզ կհիշի ու կսկսի մեկ-մեկ վրեժ լուծել։ Գևորգը լսում էր նրանց և զգում էր, որ իրավիճակն ավելի բարդ է, քան նա կարծում էր։ Սա ոչ միայն իր, այլև ամբողջ համայնքի պայքարն էր։ Բայց միևնույն ժամանակ նա տեսնում էր վախը մարդկանց աչքերում և հասկանում էր, որ շատերը կնախընտրեն լուռ մնալ, քան բացահայտ դուրս գալ Տիգրանի դեմ։ Նա հեռացավ խանութից ավելի ծանր սրտով, քան եկել էր։ Մարդկային միջոցները թույլ էին թվում, իսկ աստվածայինը անհասանելի։ Հաջորդ կիրակի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթների տակ օդը հագեցած էր խնկի բույրով և շարականների խորհրդավոր մեղեդիով։ Գևորգը կանգնած էր բազմության մեջ, բայց իրեն միայնակ էր զգում։ Նրա մտքերը ոչ թե աղոթքի, այլ Տիգրանի և նրա սպառնալիքների մասին էին։ Նա մեխանիկորեն խաչակնքում էր, բայց սիրտը ծանր էր, կարծես մի մեծ քար լիներ դրված նրա վրա։ Քարոզի ժամանակ ամբիոն բարձրացավ Տեր Դավիթը, 60-անց մի քահանա, որի աչքերում դարերի իմաստություն կար, իսկ ձայնը հանգիստ էր, բայց զորավոր։ Նա բացեց ավետարանը և սկսեց կարդալ լեռան քարոզից. «Եվ ինչպես կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, դուք էլ նույնպես արեք նրանց»։ Տեր Դավիթը մի պահ լռեց, թույլ տալով, որ խոսքերը ներծծվեն հավատացյալների սրտերի մեջ։ Գևորգի համար այդ խոսքերը հնչեցին որպես հեգնանք։ Արդյոք ես ուզում եմ, որ Տիգրանը ինձ հետ այդպես վարվի։ Ուրեմն ես էլ պետք է նրա տունը քանդեմ։ Այս միտքը դառնություն առաջացրեց նրա մեջ։ Սիրելիներ, շարունակեց Տեր հայրը, այս խոսքերը, որոնք մենք գիտենք որպես ոսկե կանոն, պարզ խորհուրդ չեն, սա մարդկային հարաբերությունների հիմքն է, որը Տերն է դրել։ Սա ամբողջ օրենքն է և մարգարեները, ինչպես ասում է Մատթեոսը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Աստծո կողմից տրված բոլոր պատվիրանները՝ մի սպանիր, մի գողացիր, մի շնացիր, բխում են այս մեկ սկզբունքից։ Բայց մարդկային տրամաբանությունը հաճախ խեղաթյուրում է այս պատվիրանը։ Մենք մտածում ենք, եթե նա ինձ չարություն արեց, ես էլ պետք է նրան նույն կերպ պատասխանեմ։ Սա ոչ թե ոսկե կանոնն է, այլ աչք աչքի դիմաց հին օրենքը, որը Քրիստոս եկավ փոխարինելու սիրո օրենքով։ Տեր Դավիթի հայացքը սահեց բազմության վրայով և կարծես թե կանգ առավ Գևորգի վրա։ Մեր հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ քարոզել է այս սկզբունքը ոչ թե որպես թուլության, այլ որպես հոգևոր մեծագույն ուժի դրսևորում։ Երբ թշնամին քեզ ապտակում է, և դու մյուս թուշն ես դարձնում, դու նրան ցույց ես տալիս, որ նրա չարությունը քեզ վրա իշխանություն չունի։ Երբ քեզ անիծում են, իսկ դու օրհնում ես, դու կոտրում ես անեծքի շղթան։ Ոսկե կանոնը մեզ կոչ է անում լինել ոչ թե ռեակտիվ, այլ պրոակտիվ։ Մենք չպետք է սպասենք, թե մարդիկ մեզ ինչպես կվարվեն, որպեսզի մենք էլ նրանց նույն կերպ պատասխանենք։ Մենք պետք է լինենք բարության նախաձեռնողը, նույնիսկ եթե դիմացինը արժանի չէ դրան։ Պատարագից հետո Գևորգն ու Սոնան մոտեցան Տեր Դավթին։ Գևորգը, առանց մանրամասների մեջ մտնելու, կիսվեց իր հոգու ծանրությամբ։ Տեր հայր, իսկ ինչպես կիրառել այդ կանոնը, երբ դիմացինդ գայլ է, որը պատրաստ է քեզ հոշոտելու։ Եթե ես նրան բարություն անեմ, նա դա կընդունի որպես թուլություն և ավելի ուժգին կհարվածի։ Տեր Դավիթը ձեռքը դրեց Գևորգի ուսին։ Գևորգ, որդիս, Քրիստոս իր ոչխարներին գայլերի մեջ ուղարկեց, ասելով. «Իմաստուն եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները»։ Նա չասաց. «Դարձեք գայլեր»։ Միամտությունը առանց իմաստության դյուրահավատություն է, իսկ իմաստությունը առանց միամտության՝ ցինիզմ։ Դու պետք է գտնես այդ երկուսի ներդաշնակությունը։ Աղոթիր, որ Տերը քեզ իմաստություն տա։ Քո պայքարը Տիգրանի դեմ չէ, այլ քո սրտում բույն դրած վրեժխնդրության և ատելության դեմ։ Հաղթիր այդ պայքարում, և Տերը քեզ ցույց կտա ճանապարհը։ Այդ երեքո Գևորգի տանը մթնոլորտը էլեկտրականացած էր։ Սեղանին դրված ընթրիքը սառել էր, բայց ոչ ոք ուտելու մասին չէր մտածում։ Գևորգի կրտսեր եղբայրը Լևոնը, որը եկել էր Երևան լսելով ընտանեկան խնդրի մասին, անհամբեր թակում էր մատները սեղանին։ Լևոնը 28 տարեկան էր, գործարար, տաքարյուն և իրատես մինչև ոսկորների ծուծը։ Նա չէր հավատում ոչ մի բանի, որը չէր կարող չափել փողով կամ ուժով։
Ես չեմ հասկանում Գևորգ, թե ինչի մասին ենք մենք այստեղ խոսում, վերջապես պայթեց նա։ Մի մարդ եկել ուզում է քո ձեռքից խլել մեր պապի տունը։ Իսկ դու նստել եկեղեցական քարոզներ ես լսում։ Ինչ աղավնիներ, ինչ օձեր, պետք է գործել։ Ես լավ փաստաբաններ գիտեմ։ Կգտնենք այդ Տիգրանի վրա մի բան, կփորենք նրա անցյալը։ Ամեն մարդ իր պահարանում կմախքներ ունի։ Մի քիչ կսեղմենք, մի քիչ կվախեցնենք, եւ նա կհասկանա, որ սխալ մարդու հետ է կապվել։ Գևորգը հոգոց հանեց։ Նա փորձում էր իր ընտանիքին փոխանցել այն, ինչ սկսել էր հասկանալ տեր-հոր խոսքերից, բայց բառերը դժվարությամբ էին գտնվում։ Նա բացեց սեղանում դրված հին կաշեկազմ ավետարանը։ Լևոն, Սոնա, լսեք, թե ինչ է ասում Տերը։ Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին եւ աղոթք արեք նրանց համար, ովքեր ձեզ հալածում են։ Սա է մեր զենքը։ Լևոնը ոտքի կանգնեց, աթոռը աղմուկով հետ հրելով։ Զենք, սա ինքնասպանության կոչ է։ Դու ուզում ես, որ ես աղոթեմ այն մարդու համար, ով ուզում է քո երեխաներին առանց հացի թողնել։ Դու խենթ ես։ Հայրս, եթե ողջ լիներ, քեզ կասեր, որ տղամարդը պետք է պաշտպանի իր ընտանիքը բռունցքներով, ոչ թե աղոթքներով։ Սոնան, որը մինչ այդ լուռ էր, վերջապես խոսեց։ Նրա ձայնը դողում էր, բայց հաստատում էր։ Լևոն, քո հայրը բարեպաշտ մարդ էր։ Նա մեզ սովորեցրել է, որ ամենամեծ պայքարը ոչ թե դրսում է, այլ մեր սրտերում։ Եթե Գևորգը դառնա Տիգրանի հման, դաժան ու անոհոք, ապա Տիգրանը կհաղթի, նույնիսկ եթե մենք պահենք արհեստանոցը, մենք կկորցնենք մեր հոգին։ Հոգի, ցինիկ կերպով կրկնեց Լևոնը, հոգով հաց չես գնի խանութից, ես ռեալիստ եմ, եւ իրականությունը այն է, որ եթե մենք հիմա չգործենք, վաղը ուշ կլինի։ Նա նայեց Գևորգին. Եղբայր, վերջին անգամ եմ ասում, տուր ինձ թույլտվություն, եւ ես կլուծեմ այս հարցը, իմ մեթոդներով, իսկ դու կարող ես շարունակել աղոթել արդյունքների համար։ Գևորգը նայում էր իր եղբորը, հետո կնոջը։ Նա զգում էր, թե ինչպես է իր ընտանիքը բաժանվում երկու ճամբարի, նրանց, ովքեր հավատում են Աստուծո զորությանը, եւ նրանց, ովքեր ապավինում են մարդկային ուժին։ Քրիստոսի խորհուրդը, որը պետք է խաղաղություն բերեր, դարձել էր ընտանեկան կոնֆլիկտի պատճառ։ Նա փակեց ավետարանը։ Լռությունը սենյակում ավելի ծանր էր, քան ցանկացած խոսք։ Լևոնի հեռանալուց հետո տանը տիրող լռությունը կարծես ավելի էր խորացել։ Գևորգը զգում էր ոչ միայն Տիգրանի կողմից եկող արտաքին ճնշումը, այլև իր ընտանիքի ներսում առաջացած ճեղքվածքը։ Նա գիտեր, որ եղբայրը չի հանգստանա եւ կփորձի գործել իր մեթոդներով, ինչը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Հաջորդ շաբաթները վերածվեցին նյարդերի պատերազմի։ Տիգրանը, տեսնելով, որ ուղակի սպառնալիքները չեն ազդում, փոխեց իր մարտավարությունը։ Նա սկսեց Գևորգին շրջապատել անտանելի պայմաններով։ Նրա բեռնատարները միտումնավոր կայանում էին արհեստանոցի մուտքի դիմաց, ժամերով փակելով ճանապարհիը եւ խանգարելով հաճախորդներին ու նյութեր մատակարարողներին։ Շինարարության աղմուկը դարձավ շուրջօրյա, փոշու ամպերը նստում էին Գևորգի խնամքով տաշած քարերի վրա։ Գևորգը փորձեց գործել մարդկային միջոցներով։ Նա զանգահարեց ոստիկանություն։ Պարեկային մեքենան եկավ, ոստիկանները խոսեցին Տիգրանի աշխղեկի հետ, մի քարի թուղթ գրեցին եւ հեռացան։ 5 րոպե անց բեռնատարը նորից իր տեղում էր։ Նա դիմեց թաղապետարան։ Այնտեղ նրան խոստացան ուսումնասիրել հարցը, ինչը նշանակում էր, որ նրա դիմումը կդրվի փոշոտ դարակներից մեկում։ Մի օր, անքուն գիշերվանից հետո, Գևորգի մեջ մի որոշում հասունացավ։ Նա հիշեց Տեր Դավթի խոսքերը. «Եղիր բարության նախաձեռնողը»։ Գուցե նա սխալ էր հասկանում Քրիստոսի խորհուրդը, գուցե դա ոչ թե պասիվ սպասելն էր, այլ ակտիվ, անսպասելի քայլ անելը։ Նա 2 օր փակվեց արհեստանոցում եւ իր ողջ վարպետությունը ներդրեց մի փոքրիկ, նրբակյաշակ խաչքարի մեջ։ Դա ոչ թե պատվեր էր, այլ աղոթք, քարի մեջ մարմնավորված։ Նա զգուշորեն փաթեթավորեց այն եւ, հաղթահարելով իր հպարտությունն ու վախը, ուղևորվեց դեպի Տիգրանի շինարարական ընկերության շքեղ գրասենյակը։ Քարտուղարուհին զարմացած նայեց նրա փոշոտ հագուստին, բայց, լսելով, որ նա նվեր ունի Տիգրանի համար, զանգահարեց եւ զեկուցեց։ Մի քանի րոպե անց Գևորգը կանգնած էր Տիգրանի ընդարձակ, մինիմալիստական ոճով կահավորված աշխատասենյակում։ Տիգրանը նստած էր իր մեծ սեղանի հետևում, դեմքին նույն սառը անթափանց արտահայտությունը։ «Ինչ է պատահել, Գևորգ, եկել ես հանձնվելու», հեգնեց նա։ Գևորգը խորը շունչ քաշեց եւ սեղանին դրեց խաչքարը։ «Սա քեզ համար է», հանգիստ ասաց նա։ «Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես քեզ թշնամի չեմ համարում։ Թող Աստված օրհնի քո աշխատանքը եւ քեզ իմաստություն տա»։ Տիգրանը մի պահ լռեց, զարմացած նայելով Գևորգին, հետո խաչքարին։
Նա վերցրեց այն, մածներով շոշափեց նուրբ զարդանախշերը։ Գևորգի սրտում հույսի մի փոքրիկ կայծ թրթռաց, գուցե սա կաշխատի, գուցե բարությունը կարող է հալեցնել սառույցը։ Բայց հետո Տիգրանի դեմքը նորից քարացավ։ Նա բարձրացավ եւ առանց մի խոսք ասելու մոտեցավ պատի մոտ դրված աղբամանին եւ արհամարհանքով նետեց խաչքարը դրա մեջ։ Քարի եւ մետաղի բախման ձայնը որպես ապտակ հնչեց սենյակի լռության մեջ։ «Ինձ քո քարերը պետք չեն», սառը ասաց Տիգրանը, շրջվելով դեպի Գևորգը։ «Ինձ քո հողն է պետք, եւ ես այն կստանամ։ Իսկ այժմ հեռացիր, դու իմ ժամանակն ես խլում»։ Գևորգը դուրս եկավ գրասենյակից, ոտքերի տակ հող չզգալով։ Նա ջախջախված էր, նվաստացած։ Նրա միամիտ փորձը ոչ միայն ձախողվել էր, այլև կարծես ավելի էր կատաղեցրել Տիգրանին։ Նա քայլում էր քաղաքի փողոցներով, չիմանալով ուր գնալ։ Նրա հավատքը սասանվել էր։ Քրիստոսի խոսքերը գեղեցիկ էին, բայց անզոր այս դաժան աշխարհում։ Նա զգում էր, թե ինչպես է իր ներսում նորից բարձրանում զայրույթի ալիքը, բայց այս անգամ այն խառնված էր հուսահատության հետ։ Այդ երեկո նա նորից գնաց Տեր Դավթի մոտ։ Քահանան նրան ընդունեց իր փոքրիկ գրքերով լի սենյակում։ Գևորգը առանց որևէ բան թաքցնելու պատմեց ամեն ինչ, սկսած եղբոր հետ ունեցած վեճից, մինչև Տիգնանի գրասենյակում կրած նվաստացումը։ «Ես փորձեցի, Տեր հայր», հազիվ զսպելով հուզմունքը ասաց նա։ «Ես փորձեցի կիրառել Տիրոջ խոսքը, բայց դա ինձ միայն ավելի խոցելի դարձրեց։ Ես նրան բարություն ցույց տվեցի, նա ոտնատակ արեց այն։ Ինչ պետք է անեմ հիմա։ Ինչպես հավատամ մի բանի, որը չի աշխատում»։ Տեր Դավիթը լուռ լսում էր, գլխով անելով։ Երբ Գևորգն ավարտեց, նա վեր կացավ, մոտեցավ գրադարակին եւ այնտեղից հանեց մի հին մաշված գիրք։ «Գևորգ, որդիս», մեղմորեն սկսեց նա, «դու շատ տարածված սխալ ես գործել։ Դու Քրիստոսի խորհուրդը ընդունել ես որպես մարտավարական հնարք, որպես մի կախարդական բանալի, որը պետք է անմիջապես բացի թշնամուց սիրտը։ Բայց դա այդպես չի աշխատում։ Սիրիր թշնամուտ պատվիրանը ոչ թե արդյունքի, այլ գործընթացի մասին է։ Դրա նպատակը ոչ թե թշնամուտ փոխելն է, այլ առաջին հերթին քեզ փոխելը, որպեսզի ատելությունը քո սիրտը չքայքայի։ Երբ դու նվեր էիր տանում Տիգրանին, քո ենթագիտակցության մեջ դու սպասում էիր, որ նա կփոխվի, կզղջա։ Դու նրան բարիք էիր անում, փոխարենը ինչ-որ բան ակնկալելով։ Իսկ Քրիստոսի սերը անպայմանական է։ Այն սիրում է անկախ նրանից, թե ինչպես են իրեն պատասխանում։ Նա բացեց գիրքը։ Սա Հովան ոսկեբերանի մեկնություններն են։ Լսիր, թե ինչ է ասում նա։ Երբ դու բարիք ես անում քեզ ատողին, դու նրա գլխին կրակի կույտեր ես դիզում։ Ոչ թե որպեսզի այրես նրան, այլ որպեսզի հալեցնես նրա սրտի սառույցը։ Դու առաջին քայլն արեցիր, բայց սա մարաթոն է, ոչ թե սպրինտ։ Քո խնդիրը ոչ թե Տիգրանին հաղթելն է, այլ ինքդ քեզ պահպանելը, քո հոգին մաքուր պահելը այս պայքարում։ Իսկ դրա համար քեզ ավելի խորը հասկացողություն է պետք։ Դու պետք է ուսումնասիրես ոչ միայն Տիրոջ խոսքերը, այլև այն, թե ինչպես են դրանք հասկացել եւ կիրառել մեր եկեղեցու հայրերը դարերի ընթացքում։ Գևորգը լսում էր եւ զգում էր, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան տեղաշարժվում։ Նա հասկանում էր, որ կանգնած է մի մեծ անծանոթ օվկիանոսի ափին, եւ մինչ այժմ նա ընդհանրապես ոտքերն էր թրջել ջրի մեջ։ Քրիստոսի իմաստությունը շատ ավելի խորն էր, քան նա կարող էր պատկերացնել, եւ դրա ըմբռնումը պահանջում էր ոչ թե մեկ անգամյա քայլ, այլ ամբողջ կյանքի ճանապարհորդություն։ Տեր Դավթի հետ զրույցը Գևորգին տվեց ոչ թե հանգստություն, այլ ավելի շատ հարցեր։ Նա սկսեց հասկանալ, որ Քրիստոսի պատվիրաններին հետևելը պարզապես բարի գործեր կատարելը չէ, այլ մտածողության աշխարհայացքի ամբողջական փոփոխություն։ Նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել եկեղեցում, լսելով ոչ միայն Տեր Դավթի, այլև այլ հոգևորականների քարոզները, մասնակցելով Աստվածաշնչի ուսումնասիրության խմբակներին։ Նա կարդում էր եկեղեցու հայրերի գործերը, փորձելով ըմբռնել, թե ինչպես են նրանք հասկացել եւ կիրառել Տիրոջ խոսքերը։ Սակայն որքան նա խորանում էր հոգևոր գրականության մեջ, այնքան ավելի էր մեծանում անջրպետը իր ստացած գիտելիքների եւ դաժան իրականության միջև։ Տիգրանը չէր սպասում։ Գևորգի խաղաղության առաջարկից հետո նա կարծես ավելի էր կատաղել։ Նա անցավ հաջորդ ավելի ստոր քայլին, տեղեկատվական պատերազմին։ Մի առավոտ տեղական ոչ այնքան հեղինակավոր թերթերից մեկում հայտնվեց մի հոդված՝ «Ժառանգության ստվերում. ինչպես են շահարկում անցյալը» վերնագրով։ Հոդվածում առանց ուղղակիորեն անուններ տալու նկարագրվում էր մի անբարեխիղճ արհեստավոր, որը թաքնվելով իր նախնիների անվան հետևում զբաղեցնում է քաղաքի զարգացման համար կարևոր մի տարածք, խոչընդոտում է ներդրումներին եւ շանտաժի է ենթարկում բարեխիղճ կառուցապատողին։
Հոդվածում առնարկվում էր, որ արհեստանոցի սեփականության փաստաթղթերը կեղծված են եւ որ Գևորգի պապը հողը յուրացրել է անօրինական ճանապարհով։ Դա սուտ էր, սկզբից մինչև վերջ, բայց այնքան հմտորեն էր գրված, որ կասկածի սեր մերձանում։ Այդ օրը փոխեց ամեն ինչ։ Հարվածն ուղղված էր ոչ թե Գևորգին, այլ նրա ընտանիքի պատվին, մի բան, որը հայկական հասարակության մեջ սրբության սրբոցն է։ Առաջինը դա զգաց Գևորգի մայրը, տիկին Անահիտը, մի կին, որն իր ողջ կյանքում հարգանք ու պատիվ էր վայելել թաղամասում։ Երբ նա գնաց շուկա, զգաց, որ մթնոլորտը փոխվել է։ Մարդիկ, որոնք երեկ նրան ջերմորեն ողջունում էին, այսօր խուսափում էին նրա հայացքից, շշնջում էին նրա թիկունքում։ Մսավաճառը, որից նա տասնյակ տարիներ միս էր գնում, կոպտորեն ասաց, որ լավ միսն արդեն վերջացել է։ Հացթուխը ձևացրեց, թե չի լսում նրա ձայնը։ Տիկին Անահիտը վերադարձավ տուն դատարկ ձեռքերով, բայց ծանր սրտով։ Նրա համար այդ լուռ արհամարհանքն ավելի ցավոտ էր, քան ցանկացած բացահայտ վիրավորանք։ Ճնշումը դարձավ ոչ թե վերացական, այլ ֆիզիկապես շոշափելի։ Այն ներսից քայքայում էր ընտանեկան ոգին։ Այդ երեկո տանը լարվածությունը հասել էր իր գագաթնակետին։ Լևոնը, որը եկել էր, կարդալով թերթի հոդվածը, կատաղած շրջում էր սենյակում։ «Ահա քեզ քո սիրիր թշնամութի արդյունքը», գոռում էր նա Գևորգի վրա։ «Դու նրան խաչքար ես նվիրում, նա քո ընտանիքի անունը ցեղի հետ է հավասարեցնում։ Ինչ ես սպասում, որ մարդիկ մեզ ծաղիկներով դիմավորեն։ Հիմա ամբողջ թաղամասը մեզ խաբեբա է համարում։ Մեր մորը այսօր շուկայում հաց չեն վաճառել։ Սա է քո քրիստոնեական ճանապարհը»։ Նույնիսկ Սոնան, որը միշտ աջակցում էր Գևորգին, այս անգամ կասկածամտորեն նայեց նրան։ «Գևորգ, գուցե Լևոնը ճիշտ է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր պատիվը ոտնատակ անեն։ Ինչ կասեն մարդիկ։ Մեր երեխաները դպրոց են գնում, վաղը նրանց մատնացույց կանեն ու կասեն՝ սրանք գողերի թոռներ են։ Գևորգը նստած էր, գլուխը կախ։ Նա զգում էր իրեն մեղավոր իր ընտանիքի առաջ։ Նրա հավատքի փորձությունը դարձել էր իր հարազատների տառապանքի պատճառ։ Նա բարձրացրեց հայացքը եւ նայեց պատին կախված Քրիստոսի սրբապատկերին։ «Իսկ ինչ կասեր Տերը», հազիվ լսելի ձայնով հարցրեց նա։ Երբ նրան մերկացնում էին, ծաղրում, թքում էին նրա վրա, նա լռում էր։ Նրա պատիվը ոտնատակ արեցին, բայց նա չպատասխանեց։ Միթե մենք նրանից ավելին ենք։ Բայց մենք սրբեր չենք, Գևորգ, հուսահատված բացականչեց Սոնան։ Մենք սովորական մարդիկ ենք, որոնք ուզում են խաղաղ ապրել։ Քո ճանապարհը մեզ տանում է դեպի կործանում։ Այդ խոսքերը Գևորգի համար ամենացաներ հարվածն էին։ Նա զգաց, որ մենակ է մնացել իր պայքարում։ Նրա ընտանիքը, հասարակությունը, նույնիսկ ողջախոհությունը կարծես մի կողմում էին, իսկ ինքը մյուս կողմում, ավետարանի անհասկանալի, անիրագործելի թվացող խոսքերի հետ միասին։ Նա սկսեց կասկածել ոչ թե Աստծո գոյությանը, այլ նրա խոսքերը ճիշտ հասկանալու կարողությանը։ Գուցե նա մոլորվել էր, գուցե Տեր Դավիթն էլ սխալվում, գուցե հայ քրիստոնյայի համար պատիվը պաշտպանելն էլ ավելի կարևոր էր, քան մյուս թուշը դարձնելը։ Նա հայտնվել էր հոգևոր փակուղում եւ ելքը չէր երևում։ Հուսահատության եզրին, զգալով իր ընտանիքի լուռ մեղադրանքը եւ հասարակության սառը արհամարհանքը, Գևորգը զգաց, որ խեղդվում է։ Նրա աղոթքները կարծես առաստաղին էին դիպչում ու հետ վերադառնում։ Մի գիշեր, երբ տանը բոլորը քնած էին, նա անձայն հագնվեց, նստեց իր հին մեքենան եւ ուղևորվեց դեպի հեռավոր լեռները, դեպի 7-րդ դարի մի կիսավեր վանք, որի մասին պատմել էր Տեր Դավիթը։ Նա չգիտեր, թե ինչու է գնում այնտեղ, գուցե ուղղակի փախչում էր բոլորից եւ ամեն ինչից։ Վանքը գտնվում էր քաղաքակրթությունից հեռու, միայնակ կանգնած ժայռի եզրին։ Այնտեղ ապրում էր ընդամենը մեկ վանական, հայր Սիմեոնը, մի ծերունի, որի մասին ասում էին, թե նա ավելի շատ է խոսում Աստծո, քան մարդկանց հետ։ Գևորգը գտավ նրան վանքի բակում։ Հայր Սիմեոնը առանց որևէ հարց տալու նրան ցույց տվեց մի փոքրիկ, խոնավ խուծ եւ մի կտոր հաց ու ջուր դրեց նրա առաջ։ Գևորգը մի քանի օր մնաց այնտեղ։ Նա չէր աղոթում, չէր խոսում։ Նա պարզապես նստում էր վանքի քարերի վրա, նայում էր հեռավոր լեռներին եւ փորձում էր լռեցնել իր գլխում անդադար հնչող ձայները։ Նա հասել էր իր հոգևոր սնանկության գագաթնակետին։ Մի օրավոտ, երբ նա նստած էր վանքի բակում, տեսավ մի տեսարան, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Բակում խաղում էր մոտակա գյուղից եկած մի փոքրիկ տղա։ Նրա կողքով անցավ մի թափառական շուն։ Տղան առանց որևէ պատճառի վերցրեց մի քար եւ նետեց շան վրա։ Շունը ցավից կաղկանձեց եւ փակավ։
Հայր Սիմեոնը, որը լուր հետևում էր տեսարանին, հանգիստ մոտեցավ, վերցրեց այն նույն քարը, որը տղան նետել էր։ Գևորգը սպասում էր, որ վանականը կբարկանա տղայի վրա, կխրատի նրան կամ գուցե քարը հետ կնետի նրա ուղղությամբ, ցույց տալու համար, թե դա ինչքան ցավոտ է։ Բայց հայր Սիմեոնն արեց մի բան, որը ցնցեց Գևորգին։ Նա վերցրեց այդ չարության քարը եւ զգուշորեն դրեց այն վանքի կիսավեր պատի հիմքում, այնտեղ, որտեղ մի քար պակասում էր։ Նա չեզոքացրեց չարությունը ոչ թե պատասխանչարությամբ, ոչ թե անտարբերությամբ, այլ այն վերածելով շինարարության, արարման։ Նա վերցրեց ավերման էներգիան եւ այն ուղղեց դեպի ստեղծում։ Եվ այդ պահին Գևորգի գիտակցության մեջ կարծես մի ամպրոպ որոտաց։ Նա հասկացավ։ Նա վերջապես հասկացավ Քրիստոսի խորհրդի հանճարեղ պարզությունն ու աներևակայելի խորությունը։ Սիրիր թշնամուդ, մյուս թուշդ դարձրու, օրհնիր քեզ անիծողներին։ Այս ամենը պասիվ տանելու, նվաստացումը կուլ տալու կամ չարի առաջ խոնարհվելու կոչ չէ։ Դա աշխարհի ամենահզոր հոգևոր ձյուդոյի ռազմավարությունն էր։ Դա թշնամու կողմից քո դեմ ուղված բացասական էներգիան վերցնելու եւ այն վերափոխելու, վերաուղղորդելու արվեստն էր։ Երբ Տիգրանը նրա վրա նետում էր ճնշում, սուտ, զրպարտություն, Գևորգը փորձում էր կամ հետ նետել այդ քարերը, ինչպես առաջարկում էր Լևոնը, կամ պարզապես կանգնել ու թույլ տալ, որ դրանք հարվածեն իրեն, ինչպես նա մինչ այն ժամանում էր։ Երկու դեպքում էլ նա պարտվում էր, որովհետև խաղում էր Տիգրանի կանոններով, ավերման դաշտում։ Բայց Քրիստոսն առաջարկում էր երրորդ ճանապարհը՝ բռնիր այդ քարը, որը նետում են քո վրա, եւ դրանով կառուցիր մի բան։ Օգտագործիր քո դեմ ուղված ուժը ոչ թե պաշտպանվելու, այլ ստեղծելու համար։ Նա հասկացավ իր բոլոր նախորդ սխալները։ Երբ նա խաչքարը տարավ Տիգրանի համար, նա դա արեց սпасելով փոխադարձ բարության։ Նա փորձում էր գնել խաղաղությունը, բայց Քրիստոսի սերը գործարք չի կնքում, այն տալիս է առանց որևէ բան ակնկալելու։ Իսկական քրիստոնեական պատասխանը ոչ թե Տիգրանին նվեր տանելն էր, այլ նրա տարածած ստի եւ զրպարտության էներգիան վերցնելն ու դրանով մի նոր, ավելի գեղեցիկ ճշմարտություն կառուցելը։ Տիգրանը քանդում էր, ուրեմն ինքը պետք է կառուցեր։ Տիգրանը սուտ էր տարածում, ուրեմն ինքը պետք է ավելի մեծ ճշմարտություն ցույց տար։ Տիգրանը փորձում էր նրան մեկուսացնել, ուրեմն ինքը պետք է ավելի ամուր կապեր ստեղծեր իր համայնքի հետ։ Գևորգը ոտքի կանգնեց, նրա աչքերում այլևս հուսահատություն չկար։ Նա գտել էր իր զենքը։ Դա ոչ թե բռունցքն էր, ոչ էլ պասիվ հնազանդությունը, դա արարիչ սիրո անսահման զորությունն էր։ Նա մոտեցավ հայր Սիմեոնին, որը շարունակում էր վերականգնել պատը։ «Շնորհակալ եմ, հայր Սուրբ», պարզապես ասաց նա։ Վանականը նայեց նրան, եւ նրա կնճռոտ դեմքին մի թեթև ժպիտ հայտնվեց։ «Մի շնորհակալիր ինձ», ասաց նա։ «Շնորհակալիր նրան, ով բոլորիս սովորեցնում է, թե ինչպես կարելի է աշխարհի քարերով կառուցել երկնքի արքայությունը»։ Գևորգը խոնարհվեց, նստեց մեքենան եւ վերադարձավ Երևան։ Նա գիտեր, որ պատերազմը դեռ չի ավարտվել, բայց այժմ նա գիտեր, թե ինչպես պետք է հաղթել։ Գևորգի վերադարձը նման չէր նրա հեռանալուն։ Նա հեռացել էր որպես կոտրված, հուսահատված մարդ, բայց վերադարձել էր հանգիստ վճռականությամբ լի մի մարդ, որի աչքերում այլևս ոչ թե վախ էր, այլ խորը անսասան համոզմունք։ Նրա ընտանիքի անդամները՝ Սոնան, Լևոնը, մայրը Տիկին Անահիտը զգացին այդ փոփոխությունը, բայց չէին կարողանում բացատրել դրա պատճառը։ Նա այլևս չէր վիճում, չէր փորձում որևէ բան ապացուցել։ Նա պարզապես լուռ էր, բայց նրա լռությունն ավելի զորավոր էր, քան ցանկացած խոսք։ Մի քանի օր անց, կիրակնօրյա ընթրիքի ժամանակ, երբ ամբողջ ընտանիքը հավաքված էր սեղանի շուրջ, Գևորգը վերջապես խախտեց լռությունը։ Նա չսկսեց բացատրել իր հոգևոր հայտնությունը, չմեջբերեց Աստվածաշունչը։ Փոխարենը նա սեղանին փռեց մի հին քարտեզ, որի վրա պատկերված էր իրենց թաղամասը։ «Ես որոշում եմ կայացրել», հանգիստ ասաց նա, մատով ցույց տալով իր արհեստանոցի հարևանությամբ գտնվող մի փոքրիկ լքված տարածք։ «Այստեղ մեր պապերի օրոք մի փոքրիկ մատուռ է եղել, Սուրբ Սարգիս անունով։ Խորհրդային տարիներին այն քանդել են, մնացել են միայն հիմքերը, ես որոշել եմ վերականգնել այն»։ Սենյակում մի պահ մեռյալ լռություն տիրեց։ Առաջինը խոսեց Լևոնը, հազիվ զսպելով իր ծիծաղը։ «Դու լուրջ ես, մեր գլխին Դամոկլյան սուր է կախված, Տիգրանը պատրաստվում է մեզ տնից հանել, իսկ դու որոշել ես մատուռ կառուցել, այն էլ անվճար, ենթադրում եմ, Գևորգ, դու վերջնականապես կորցրել ես բանականությունդ»։ Գևորգը նայեց եղբորը։ «Տիգրանը ուզում է վերցնել մեր հողը, որպեսզի դրա վրա կառուցի էլիտար շենք հարուստների համար։ Նա ուզում է ստեղծել փակ, մասնավոր տարածք, իսկ մենք հենց նրա քթի տակ կստեղծենք բաց, հանրային տարածք բոլորի համար։ Նա կառուցում է փողի տաճար, մենք կվերականգնենք Աստծո տունը։
Նա տարածում է ատելություն եւ պառակտում, մենք կստեղծենք մի վայր, որտեղ մարդիկ կգան աղոթելու եւ միավորվելու։ Նրա զենքը փողն ու ուժը, մեր զենքը քարն ու հավատքը։ Մենք նրա ավերման էներգիան կվերածենք արարման էներգիայի։ Նրա խոսքերը հնչում էին այնքան պարզ ու տրամաբանական, որ Լևոնը մի պահ շփոթվեց։ Նա սպասում էր լսել հերթական քարոզը, բայց լսեց հստակ ռազմավարական ծրագիր, որքան էլ որ այն խենթ թվար։ Սոնան, որը լուռ լսում էր հայացքը ամուսնուն, տեսնում էր նրա աչքերում այն կրակը, որը վաղուց չէր տեսել։ Նա տեսնում էր ոչ թե կրոնական մոլեռանդի, այլ իր նպատակին հավատացող զորավարի։ Նա ձեռքը դրեց Գևորգի ձեռքին և երկար ժամանակ անց առաջին անգամ ամուր ձայնով ասաց. «Ես քեզ հետ եմ»։ Հաջորդ օրը Գևորգը գնաց ոչ թե իր արհեստանոց, այլ եկեղեցի, Տեր Դավթի մոտ։ Նա պատմեց նրան իր ծրագրի մասին։ Քահանան ուշադիր լսեց, հետո մոտեցավ պատին կախված քարտեզին, որի վրա նշված էին թեմի բոլոր եկեղեցիները։ «Գիտես, որդիս», մտախոհ ասաց նա, «մեր եկեղեցու պատմության մեջ ամենադժվարին ժամանակներում, երբ թշնամին փորձում էր ոչնչացնել մեր հավատքը, մեր նախնիները ոչ թե թրեր էին կռում, այլ եկեղեցիներ էին կառուցում։ Նրանք գիտեն, որ քարե պատերն ավելի ամուր են, քան պողպատե զրահը, որովհետև դրանք պաշտպանում են ոչ թե մարմինը, այլ հոգին։ Քո գալափարը խենթություն չէ, դա մեր ազգի հոգևոր ռազմավարության շարունակությունն է։ Ես կխոսեմ արքեպիսկոպոսի հետ, մենք կստանանք նրա օրհնությունը, իսկ ես կխնդրեմ մեր ծխականներին, որ օգնեն քեզ։ Ով ինչով կարող է, մեկը քար կբերի, մյուսը ջուր, երրորդը ուղղակի կգա ու կաղոթի։ Այդ զրույցից հետո լուրը տարածվեց համայնքում, արձագանքները տարբեր էին։ Ոմանք, ինչպես Լևոնը, մատները պտտում էին քունքի մոտ, ասելով, որ Գևորգը վերջնականապես տեղափոխվել է։ Մյուսները, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, ինչպիսին Անահիտ տատն էր, ոգևորվեցին։ Վերջապես մի մարդ գտնվեց, որը հիշեց, որ մենք հոգի էլ ունենք, ասում էր նա շուկայում բարձրաձայն, որպեսի բոլորը լսեն։ Բայց ամենահետաքրքիր արձագանքը եկավ այն մարդկանցից, որոնք մինչ այդ խուսափում էին Գևորգից։ Մկրտիչը նպարավաճառը առաջինը եկավ արհեստանոց։ «Գևորգ ջան, լսեցի, սուրբ գործ ես սկսում։ Ես շինարարությունից բան չեմ հասկանում, բայց ամեն օր աշխատողների համար հաց ու պանիր կուղարկեմ, սա էլ իմ լուման թող լինի»։ Նրան հետևեց երիտասարդ Դավիթը։ «Ես ու իմ ընկերները կգանք շաբաթ-կիրակի օրերին, կօգնենք հողը փորել, քարերը տեղափոխել»։ Գևորգը հասկացավ, որ իր հայտնությունը ոչ միայն իրեն էր փոխել, այլև սկսել էր փոխել իր շրջապատը։ Մարդիկ, որոնք վախենում էին միավորվել Տիգրանի դեմ, պատրաստակամորեն միավորվում էին մի լուսավոր գաղափարի շուրջ։ Նրանք չէին պայքարում ինչ-որ բանի դեմ, նրանք պայքարում էին ինչ-որ բանի համար։ Եվ դա արմատապես փոխում էր ամեն ինչ։ Նոր դաշինքներ էին ստեղծվում, հիմնված ոչ թե ընդհանուր թշնամու, այլ ընդհանուր երազանքի վրա։ Հաջորդ երկուշաբթի առավոտյան Գևորգը եւ մի խումբ կամավորներ, Մկրտիչը, Դավիթը եւ եւս մի քանի հարևաններ սկսեցին աշխատանքը։ Նրանք մաքրեցին տարածքը աղբից ու մոլախոտերից, ցցերով նշեցին ապագա մատուռի հիմքերը եւ սկսեցին փորել։ Աշխատանքը ծանր էր, բայց մթնոլորտը լի էր ոգևորությամբ։ Նրանք կատակում էին, ծիծաղում, իսկ Մկրտիչի բերած թարմ հացի ու պանրի բույրը խառնվում էր հողի թարմ բուրմունքին։ Սակայն նրանց խաղաղ աշխատանքը երկար չտևեց։ Կեսօրին մոտ ժամանեցին Տիգրանի ջիպերը։ Մեքենաներից իջան մի քանի հաղթանդամ տղաներ Տիգրանի աշխղեկի գլխավորությամբ։ Նրանք ֆիզիկական ուժ չկիրառեցին, նրանք սկսեցին հոգեբանական պատերազմ։ Միացրին իրենց մեքենաների երաժշտությունը ամբողջ հզորությամբ, տարածքը լցնելով ականջ ծակող ագրեսիվ ռիթմերով։ Սկսեցին իրենց շինարարական աղբը միտումնավոր թափել մաքրված տարածքի վրա, այն վերածելով աղբանոցի։ Նրանք կանգնում էին աշխատողների գլխին, վիրավորական արտահայտություններ անում, ծաղրում նրանց։ «Այս խելագարի հետ եք եկել Աստծուն եք փնտրում», հեգնում էր աշխղեկը։ «Ավելի լավ է գնացեք ձեր գործով զբաղվեք, թե չէ շուտով ձեր տներն էլ կգնան այս քարերի հետևից»։ Կամավորներից ոմանք սկսեցին տատանվել։ Դավիթը բահը մի կողմ դրեց եւ մոտեցավ Գևորգին։ «Գևորգ, սա անհնար է, մենք չենք կարող այս պայմաններում աշխատել, նրանք մեզ հանգիստ չեն տա»։ Գևորգը նայեց նրան, հետո Տիգրանի մարդկանց։ Նրա դեմքին զայրույթի նշույլ անգամ չկար։ Նա հանգիստ վերցրեց մի մեծ քար, որը նոր էին հանել հողի միջից, մոտեցավ մատուռի հիմքին եւ զգուշորեն դրեց այն անկյունում։ Դա առաջին քարն էր։ Հետո նա շրջվեց դեպի Դավիթը եւ ասաց. «Նրանց նպատակը մեզ կանգնեցնելն է։ Նրանք ուզում են, որ մենք զայրանանք, պատասխանենք, կռվի բռնվենք, որպեսի հետո ասեն, տեսեք, սրանք խուլիգաններ են։ Բայց մենք չենք խաղալու նրանց խաղը։ Նրանք աղմուկ են ստեղծում, մենք կստեղծենք լռություն։ Նրանք աղբ են թափում, մենք կկառուցենք տաճար։
Նրանց յուրաքանչյուր վիրավորանքին մենք կպատասխանենք ևս մեկ դրված քարով։ Նրա ձայնի մեջ այնպիսի ուժ եւ համոզմունք կար, որ Դավիթը ամաչեց իր վայրկենական թուլության համար։ Նա լուր վերցրեց իր բահը եւ վերադարձավ աշխատանքի։ Եվ այդ պահից սկսվեց մի տարօրինակ, լուրջ դիմակայություն։ Մի կողմում Տիգրանի մարդիկ էին իրենց աղմուկով, ագրեսիայով եւ վիրավորանքներով։ Մյուս կողմում Գևորգն ու նրա ընկերները իրենց լուր, համառ աշխատանքով։ Նրանք կարծես երկու տարբեր աշխարհներում լինեին։ Որքան բարձրանում էր երաժշտության ձայնը, այնքան ավելի ռիթմիկ էին դառնում բահերի հարվածները։ Որքան շատանում էր աղբը, այնքան ավելի արագ էր բարձրանում մատուռի հիմքը։ Այս տեսարանը չէր կարողան նկատ մնալ։ Թաղամասի բնակիչները սկզբում պատուհաններից էին հետևում, հետո սկսեցին դուրս գալ իրենց տներից եւ հավաքվել շին հրապարակի շուրջ։ Նրանք տեսնում էին ակնհայտ անարդարությունը, բայց նաև տեսնում էին Գևորգի եւ նրա ընկերների անսասան հանգստությունը։ Եվ դա ավելի ուժեղ էր ազդում, քան ցանկացած բողոքի ակցիա։ Մի պահ, երբ Տիգրանի մարդկանցից մեկը մի շիշ նետեց, որը հազիվ չդիպավ Մկրտիչի գլխին, բազմության միջից առաջ եկավ Անահիտ տատը։ Նա մոտեցավ Աշխղեկին եւ առանց ձայնը բարձրացնելու ասաց. «Տղա ջան, դու էլ հայ ես, քո մայրն էլ քեզ մոմ վառել է սովորեցրել, ամոթ չես անում, որ Աստծո տան կառուցմանը խանգարում ես»։ Աշխեղեկը փորձեց ինչ-որ կոպիտ բան ասել, բայց տեսնելով տասնյակ մարդկանց դատապարտող հայացքները, լռեց։ Նրա ինքնավստահությունը սկսեց խախտվել։ Հակամարտությունը դառնում էր հանրային, եւ համակրանքը ակնհայտորեն Գևորգի կողմն էր։ Օրվա վերջում, երբ արևը մայր էր մտնում, Տիգրանի մարդիկ հեռացան, իրենց հետ տանելով իրենց աղմուկն ու ագրեսիան։ Շին հրապարակում մնացին Գևորգը, նրա ընկերները եւ տասնյակ հարևաններ։ Մատուռի հիմքերը արդեն ամբողջությամբ փորված էին։ Դա փոքրիկ հաղթանակ էր, բայց բոլորը հասկանում էին, որ դա միայն սկիզբն է։ Գևորգը նայեց իր կողքին կանգնած մարդկանց դեմքերին եւ առաջին անգամ զգաց, որ մենակ չէ։ Նրա հավատքը դարձել էր համայնքի հավատքը, նրա պայքարը համայնքի պայքարը։ Մի քանի շաբաթ անց, երբ մատուռի պատերն արդեն սկսել էին բարձրանալ, Տիգրանը հասկացավ, որ իր սովորական մեթոդները չեն աշխատում։ Հոգեբանական ճնշումը ոչ միայն չէր կոտրել Գևորգին, այլև նրա շուրջն էր համախմբել ամբողջ թղամասը։ Լրագրողները սկսել էին հետաքրքրվել այս տարօրինակ դիմակայությամբ, եւ հանրային կարծիքը ակնհայտորեն ոչ իր օգտին էր։ Զայրացած վերահսկողության կորստից նա որոշեց դիմել վերջին վճռական քայլին։ Մի առավոտ նա անձամբ, առանց իր թիկնապահների, եկավ շին հրապարակ։ Նա իր թանկարժեք մեքենան կանգնեցրեց հենց կիսակառույց մատուռի դիմաց, դուրս եկավ եւ ուղիղ քայլեց դեպի Գևորգը, որը այդ պահին շաղախ էր պատրաստում։ Շուրջ բոլորը սառեցին։ Երաժշտությունը լռեց, բահերի ձայնը դադարեց։ Սա գագաթնակետն էր։ Բոլորը սպասում էին պայթյունի։ Գևորգը դանդաղ ուղղվեց, սրբեց ձեռքերը եւ հանգիստ նայեց մոտեցող Տիգրանին։ Նա չփորձեց փախչել կամ պաշտպանվել, նա պարզապես սպասում էր։ Երբ Տիգրանը կանգնեց նրա դիմաց, նրանց հայացքները հանդիպեցին։ Տիգրանի աչքերում կատաղություն էր, իսկ Գևորգի աչքերում խորը, անսպասելի տխրություն եւ կարեկցանք։ «Ես եկել եմ վերջին անգամ զգուշացնելու», սառը ցասումով շնչեց Տիգրանը։ «Վաղը այստեղ կլինեն բուլդոզերները, ես կքանդեմ այս ամենը, հետո քո արհեստանոցը, դու ինքդ ընտրեցիր այս ճանապարհը»։ Գևորգը լուռ լսեց նրան, հետո մի քայլ առաջ արեց եւ արեց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Նա ձեռքը մեկնեց ոչ թե հարվածելու, այլ տալու համար։ Նրա ափի մեջ դրված էր մի փոքրիկ, գեղեցիկ տաշված տուֆի քար, որի վրա փորագրված էին երկու անուններ՝ Վարդան եւ Մարիամ։ «Ես իմացա, որ սա քո ծնողների անուններն են», մեղմորեն ասաց Գևորգը։ «Նրանք թաղված են քաղաքային գեղեզմանատանում։ Ես այնտեղ էի, նրանց տապանաքարը մաշվել է ժամանակից։ Ես ուզում եմ նրանց համար նոր խաչքար պատրաստել, անվճար, որպես նվեր նրանց հիշատակին։ Իսկ այս քարը, սա թող լինի այս մատուռի առաջին քարը, որը դու կդնես նրանց հիշատակին»։ Տիգրանը քարացել էր։ Այս հարվածն ավելի ուժեղ էր, քան ցանկացած բռունցք։ Գևորգը նրան չէր մեղադրում, չէր սպառնում, չէր խղճահարություն հայցում։ Նա դիմում էր ոչ թե Տիգրան գործարարին, այլ Տիգրան որդուն։ Նա հարվածում էր ոչ թե նրա հպարտությանը, այլ նրա սրտի ամենախորե, ամենանվիրական լարին։ Մի պահ Տիգրանի դեմքի երկաթե դիմակը ճաք տվեց։ Նրա աչքերում մի վայրկյանով երևաց ոչ թե անողող գիշատիչը, այլ մի մոլորված դժբախտ մարդ։ Նա նայեց քարին, հետո Գևորգին։ Նրա շուրթերը շարժվեցին, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Այդ պահին նրա ներսում մի սարսափելի պայքար էր ընթանում։ Հետո, նույնքան կտրուկ, որքան եկել էր, նա շրջվեց, նստեց մեքենան եւ մեծ արագությամբ հեռացավ։ Նա չվերցրեց քարը։ Այն մնաց Գևորգի մեկնած ձեռքին։ Բայց բոլորը հասկացան, որ պատերազմն ավարտված է։ Տիգրանը պարտվել էր ոչ թե ուժին, այլ սիրուն։
Մի քանի ամիս անց Սուրբ Սարգիս մատուրն արդեն կանգնած էր, իր պարզ, բայց վեհ տեսքով։ Նրա օծման արարողությանը ներկա էր ողջ թաղամասը։ Գևորգի արհեստանոցը աշխատում էր, եւ պատվերներն ավելի շատ էին, քան երբևէ։ Նրա համբավը, որպես ազնիվ վարպետի եւ համայնքի առաջնորդի, տարածվել էր ամբողջ քաղաքով։ Տիգրանի շինարարությունը շարունակվում էր, բայց այն այլևս սպառնալիք չէր թվում։ Այն պարզապես մի շենք էր, կառուցված մատուռի ստվերում։ Բայց ամենամեծ փոփոխությունը տեղի էր ունեցել Գևորգի ընտանիքում։ Մի երեկո, երբ Գևորգն աշխատում էր արհեստանոցում, դուռը բացվեց եւ ներս մտավ Լևոնը։ Նա ոչինչ չասաց, պարզապես հանեց իր թանկարժեք բաճկոնը, վերցրեց մուրճն ու սուրը եւ սկսեց օգնել եղբորը։ Այդ լռության մեջ ավելի շատ ներողություն, հարգանք եւ ընդունում կար, քան ցանկացած բառի մեջ։ Գևորգը հասկացավ, որ ինքը ոչ միայն փրկել է իր արհեստանոցը, այլև վերագտել է իր եղբորը։ Նա հաղթել էր ոչ թե Տիգրանին, այլ իր սեփական սրտում բույն դրած վախին ու ատելությանը։ Եվ դա էր իսկական հաղթանակը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, Գևորգի պատմությունը մեզ ցույց տվեց, որ Քրիստոսի իմաստությունը դատարկ խոսքեր չէ։ Դա գործող զորություն է, որը կարող է փոխել ոչ միայն մեր կյանքի հանգամանքները, այլև մեր սրտերը։ Այն մեզ սովորեցնում է, որ իսկական ուժը ոչ թե հարվածին հարվածով պատասխանելու, այլ չարի ավերիչ էներգիան բարու արարիչ ուժի վերածելու կարողության մեջ է։ Իսկ այժմ ես ուզում եմ դիմել ձեզ։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքի որևէ իրավիճակում։ Ինչ քարեր են նետում ձեր վրա, եւ ինչպես կարող եք դրանցով կառուցել ձեր սեփական տաճարը։ Եկեք միասին սովորենք կիրառել մեր Տիրոջ իմաստությունը մեր առօրյա կյանքում եւ դարձնենք այս աշխարհը մի փոքր ավելի լուսավոր։ Քրիստոս մեզ հետ։